Զինծառայողների ծնողներ եկել են ՊՆ-ի դիմաց, ուզում են իրենց տղաները եւս 1.5 տարի ծառայեն, քանի որ իրենց տարեկիցները 1.5 տարին են, բայց քանի որ հունվարից շուտ են գնացել բանակ, 2 տարի է։ Ուզում տեղեկացնել եւ հիշեցնել, ես եկեք ավելի լավ է չմեկնաբանեմ, միայն փորձեմ հիշեցնել, որ այդ օրենքի նախագծի քննարկման ժամանակ եւս այդ հարցը հարցադրումների ձևով եւ պատասխանների ձևով հնչել է եւ Դուք հանդիպել եք ծնողների հետ ու անձամբ ես չեմ հանդիպել եւ դրա մասին պարզաբանում տրվել է արդեն եւ խնդրում եմ որ ծնողները եւս այդ հարցով արդեն իսկ օրենքը ընդունված է եւ այդ ներողություն շաբաթը մեկ լողանում բան Սարգսյան ձեր թիմակից Հայկ Սարգսյանն է ասում որ շաբաթ հենց նոր օրեն առաջ Զորակոչի թիվ ես ինչքանով լսեցի ինքը Սարգսյան անպատասխան մնաց իմ հարցը ինչու են զինվորները շաբաթը մեկ լողանում ինչպես քպական Հայկ Սարգսյանն է ասում Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում ես չգիտեմ պարոն Սարգսյանը ես տեսեք ես պաշտպանության նախարարությունում համակարգման ոլորտներ կան ես տեղյակ չեմ որ զինվորը Բայց դուք բացառում եք որ նման խնդիր կա Հարգարժան պարոն Կիրակոսյան ես Պարզապես հիմա տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը ես կարծում եմ որ չլողացած զինվոր մենք չունենք եթե մեր զինվորների դուք տեսնեք ասում եք ոլորտը ես չեմ համակարգում դրանք զինվորական կարգապահության նախատեսված իրավակարգավորումներով լուծվող հարցեր են բայց որևէ խնդիր այդ հարցով մինչև հիմա չի եղել եթե կա հաշվի առնելով Ռուսաստանից հնչող սպառնալիքները հրապարակումը որ ասում են նվազել է սա պետական նվազման մասին խոսելը կամ այլ բանի մասին խոսելը ես կարծեմ թվեր հնչեցվեց տոկոսային թվեր ես կարծում եմ որ որ թվի Ռուսաստանից հնչող սպառնալիքների ֆոնին արդյոք Հայաստանը քննարկում է հապկից վերջնականապես դուրս գալու քայլը Կարծում եմ այդ հարցի հասցեատերը ես չեմ Որպես նախկին ոստիկանապետ ձեզ համար ընդունելի է 18-ամյա երիտասարդին երկրին տապալելով ցուցելով որ նրանք ձեզ համար ընդունելի է Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց մի բան կարող եմ ասել, իրականում չեմ տեսել, չէ, բայց մի բան ասեմ, որ ես չգիտեմ ինչքանով է իրավաչափ գործողությունները, բայց ոստիկանության ծառայողները տեղյակ չեմ։ Ես մի բան գիտեմ, որ ոստիկանությունը նաև ֆիզիկական ուժ գործադրելու օրենքով իրավունք ունի։ Վարդենիսի զորամասում դերեք, բայց հələ չեմ տվել հարցը, բան Ես զինվորակ Նարեկ ջան, ես հասկանում եմ չեք տվել, ես այս հարցի մասին եմ ասում, մանրամասներին տեղյակ Վարդենիսի զորամասում մի քանի աղմուկներ Եթե մի բանից տեղյակ Ճանարեք իր ոլորտից հարցնենք ՊՆ-ն իր ոլորտը ոչ թե ոստիկանությունը Վարդենիսի զորամասում մի քանի աղմկահարույց դեպքեր եղան, մահվան դեպքեր եղան մի քանի հատ նույն զորամասում սա ինչով է պայմանավորված, ինչու պատշաճ ուշադրություն, հետևողականություն չի ցուցաբերվում պարոն Սարգսյան։ Նարեկ ջան, պատշաճ հետևողականություն ցուցաբերվում է եւ նաեւ մեր վիճակագրությունն է խոսում դրա մասին։ Խնդրում եմ շարունակեք սպանություններ ասելը ուռճացված է, որովհետեւ 25 թվականին անգամ սպանություն չի եղել։ Եվ ներ սպանություններ թե Դրա համար եմ ասում, որակումները այլ են, որովհետև մահվան դեպքը նաև զոհեր է ներկայացվում, բայց պարզում է, որ մարդը մահացել է իր առողջության խնդիրների բերումով եւ այդպես շարունակ։ Վարժական հավաքներից մեկի ժամանակ վերջերս ունեցանք մեկ զոհ եւ մեկ վիրահատ ոնց հաստատվում։ Ես ուզում եմ տեղյակ պահել, որ յուրաքանչյուր դեպքը քննության առարկա է դառնում թե նախաքննական մարմնի կողմից եւ թե դրա հանգամանքները բարձրի ուղղությամբ կատարվում է ծառայողական քննություն եւ հետեւաբար այդ ծառայողական քննության արդյունքները նախաքննական մարմնի հրապարակվում են ու բոլորի համար դառնում են ծառայողական քննությունը չի նվազում մահերի Ձեզով է ասում չի նվազում Դուք ուրեմն խնդրեմ տեսնեք նաեւ
հարցում կատարեք, մենք ձեզ թվային տվյալներ տանք, որ տեսնեք դուք ինքներդ, որ մենք նախորդ տարի ունեցել ենք ընդամենը 30 մահվան դեպք, ես միգուցե 1-2-ով այսպես շեղում լինի, բայց կարծում ճշգրիտ է, որից ընդամենը 6-ն էր ծառայության բերումով, մյուսները մեր զինծառայողները իրենց բնակարաններում, իրենց չգիտեմ, կյանքի, բայց այդ Վարդենի ասած դեպքով մի դեպքով հրամանատարն է կարծեմ կալանավոր, մյուսով ծառայակիցը, այսինքն ներանձնային այդ խնդիրների հարցը չի լուծվում։ Ներանձ դե, եթե քչանում են դեպքերը, նշանակում է լուծվում են կամ առնվազն լուծման ճանապարհին են։ Եվ պետք է տեսնել նաև դրականը, որովհետև եթե մենք ունենք դեպքերի նվազում, դա խոսում է հենց կատարված աշխատանքների, որ եթե արկա է նույնիսկ մեկ դեպք, ապա այդ մեկ դեպքը նույնպես մտահոգիչ է։ Պարոն Սարգսյան, դուք երկում եք, որ գրաված տարածքներում ադրբեջանցիները հաստատվում են ենթակառուցվածքներ։ Իհարկե, խնդրում եմ այդ առումով եւս հետևեք Պաշտպանության նախարարության, կլսեք ինձ։ Իմ հարցը ախր չեք լսում։ Ձեր հարցը ես լսել եմ քաղաքական ուժերի կողմից, հետո նաև լսել եմ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի պրոֆեսիոնալ պարզաբանումը։ Խնդրում եմ դա հիմք ընդունեք։ Ոչ թե սիրողական։ Քարտեզ բոլորս էլ ունենք, իմ երեխաներն էլ, ձեր հարևաններն էլ, բոլորը քարտեզ կարող են ունենալ։ Բայց այս ՍՀՄ քարտեզները, պարոն Սարգսյան, որ ՊՆՆ